Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականը գտնվում է Մոսկվայում եւ մենք հյուրընկալել ենք համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ այս հարցազրույցի հնարավորությունը մեզ ընձեռելու համար։ Պարոն Կարապետյան, Հայաստանը գտնվում է տագնապի մեջ, իրապես շատ ծանր օրեր ենք այսօր մենք ապրում։ Հայաստանի իշխանությունները հանձնում են մեր երկրի տարածքները, հայտարարելով, թե Տավուշի մասնավորաբար հատվածում, հայտարարելով, թե դրանք ադրբեջանական են եւ սպառնալով մեր ժողովրդին, եթե չհանձնենք, պատերազմ է լինելու, Ադրբեջանը ուժով է վերցնելու։ Այսօր 3 անընդհատ տեղի են ունենում բախումներ, Տավուշի այն երիտասարդներ, ովքեր ոտքի են ելել հայրենիքը պաշտպանելու, բերման են ենթարկում։ Թեմային կուզեմ հետևյալ տեսանկյունից նախ, պարոն Կարապետյան, անդրադառնանք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչ սցենար է իրականացվում Տավուշում այսօր։ Ցավալի է դա տեսնել, ինչա կատարվում Տավուշում։ Դավաճանությունը ակնհայտ է։ Դե եթե պիտի ուժով Ադրբեջանը վերցներ, գոնե ինքը կականազերծեր վերցնելուց հետո։ Եթե դա Ադրբեջանի տարածք է, որը որ ճանաչել է մեր ղեկավարությունը, ինչա մեր զինվորը ականազերծում։ Մոտ հարց առաջանում։ Տարածաշրջանի հետ կապված պարզ է, որ ինքը խնդիր է կատարում, իրանց ինչ է թվում, իրանց թվում է, որ եթե մենք պետքա մտնենք, ասենք, Եվրոխորհրդի մեջ, ՆԱՏՕ-ի մեջ, ոնց որ ինքը հայտարարում է, մենք պիտի հարևանների հետ խնդիրներ չունենանք։ Եթե մենք հարևանների հետ խնդիրներ չենք ունենալու, մերն չի պետք նա մտնել որևէ մի կազմակերպություն, այդ թվում ՆԱՏՕ կամ Եվրոխորհուրդ։ Եթե խնդիր չունենք։ Եկեք, ասում եք անկախ, եկեք անկախ ապրենք։ Դեմագոգիա է եւ էլի ստախոսություն է։ Առաջինը հայ ժողովուրդը չի կարող խնդիր չունենա հարևանների հետ։ Ոչ թե որ հայ ժողովուրդը այդքան վատն է։ Ուղղակի մեր հարևանները չեն ուզում որ հայ ժողովուրդը այդտեղ լինի։ Խնդիրը ոչ թե մենք ենք առաջացնում, խնդիրը առաջացնում են մեր հանդեպ եւ դա սկզբունքային է։ Եթե մենք դա չենք հասկանում, մենք գնում ենք ոչնչացման։ Եվ շատ պարզ ասվում է, որ արևմուտքը եւ այս վերջի էս ապրիլի 5-ի հանդիպումը պարզ ասեցին, որ մենք ձեր խնդիրներով չենք զբաղվելու։ Դա ասվել է մեր երկրի ղեկավարին։ Մի բան էլ ասեմ ձեզ, ինչ եք կարծում ՆԱՏՕ մտնելու համար Թուրքիան կողմա լինելու, որ Հայաստանը մտնի ՆԱՏՕ։ Բայց այդպիսի ծրագիր կա, կներեք։ Կարծում եմ հակառակ դեպքում անբացատրելի է մեր երկրի ղեկավարի պահվածքը։ Ինքը ամեն գնով ուզում է մտնի ՆԱՏՕ-ի մեջ։ Այնտեղ մեզ սպասում են, պարոն Կարապետյան։ Բացարձակ, հավատացեք, բացարձակ Հայաստանը արևմուտքին պետք չի։ Բացարձակ եւ իրենք չեն զբաղվելու մեզանով։ Ամենաշատը, այ ոնց որ այդ Պալեստինայում, որ հիմա տեղի է ունենում, կարող է կներեք մի երկու հատ մեզի պերաշկի ուղարկեն, հետո ընկրկեն ինչ որ պատերազմների մեջ, ոնց որ եղավ, ասենք Ուկրաինայում։ Եկա ինչ արին։ Եկան այնտեղ հրապարակում պերաշկի բաժանեցին, մի քանի հոգի, հա, կարկանդակներ, ասենց ասեմ լավ։ Բաժանեցին ու ինչով եղավ, մի բախվեցին եւ Ռուսաստանը ստիպված անում են ինչ որ անում է։ Մեր պարագայում Ռուսաստանը հեռու է եւ Հայաստանը կորցնելու է իր անկախությունը եւ տարածքը։ Եվ ադրբեջանցիները եւ թուրքերը չեն տեսնում Հայաստանը այդ տարածաշրջանում։ Կանցնի մի 20 տարի հետո նույն Ադրբեջանը ինչ որ մի տարածքում կասի չէ, այս եկեղեցին հայկական է, իսկ հայերը իմ ժողովուրդն են եղել։ Ոնց որ ալբանացիներն են ասում։ Այդ դրան են կեթում, նրանք պատմություն են փնտրում։ Հասկանում եք, նրանք մեր գաղափարախոսությունն են ուզում իրանցով անեն։ Որտեւ իրանք երկիր չեն, ժողովուրդ չեն, ադրբեջանցի ժողովուրդ գոյություն չունի։ Բայց մեր հաշվին ուզում է հաստատվել, կայանալ։ Տենց է, այդ նման ժողովուրդները
քոչվոր ժողովուրդները, այսպես ասեմ, նրանք միշտ ուրիշի հաշվին պատմություն են ստեղծել։ Նայեք պատմությունը։ Ես պատմությունից գուցեև այդքան ուժեղ չեմ, որտեվ մասնագետ չեմ այդ ոլորտի, բայց ինչքան ես եմ ուսումնասիրել, մենք անցնում ենք ռազմական պատմություն եւ դա քոչվոր ժողովուրդների գաղափարախոսություններից մեկն էր։ Իրենց պետք էր գրականություն, դրա համար չունեն սեփական տառեր, չէ, լատիներեն են գրում, մի անգամ ասել եմ, միջև այդ գրում էին պարսկերեն։ Վաղը կարան անցնեն, վաղը կարան չիներեն սկսել գրել, որտեվ տենց ժողովուրդ գոյություն չունի։ Ես չեմ ուզում վիրավորեմ, բայց քանի որ իրանք մեզ են կպնում, ես ստիպված մեր ղեկավարության տեղը պատասխան եմ տալի։ Պարոն Կարապետյան, ՆԱՏՕ-ի հետ կապված խոսեցիք, ես ուզում հետևյալ շատ կարևոր մի դիտարկում անել, համաձայն կանոնադրության մեջ, եթե ես չեմ սխալվում, ՆԱՏՕ-ի կա այսպիսի մի հստակ կետ, արձանագրում, որ եթե այս կամ այն պետությունը ուզում է դառնալ տվյալ կառույցի անդամ, նա պետք է խնդիրներ չունենա հարևանների հետ, սահմանային խնդիրներ։ Եվ կա, օրինակ, քաղաքագիտական շրջանակներում այն կարծիքը, որ այնինչ այսօր կատարվում է Հարավային Կովկասում, այսինքն սահմանազատում, սահմանագծում, հա, հայ-ադրբեջանական, Վրաստան-Հայաստան, Վրաստան-Ադրբեջան, այսպիսի ընդհանուր տենդենց կա, որպեսզի սահմանային խնդիրները ամբողջությամբ լուծվեն, նաև այդ թվում նաև Հայաստան-Թուրքիա, որպեսզի ինչ որ մի պահի անդրկովկասյան 3 այդ պետությունները ուղղակի մտնեն ՆԱՏՕ-ի կազմի, ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Դուք նման, արդեն որոշակի առումով ասացիք, որ մեզ այնտեղ չեն սպասում, բայց մենք տեսնում ենք, որ գործընթացները կարծես թե դրան են գնում, երբ որ նաև միաժամանակ վերլուծում ենք ՀԱՊԿ-ի հանդեպ այս իշխանության որդեգրած քաղաքականությունը հայտարարեց, չէ, սառեցված հարաբերությունների մասին։ Ինչ կասեք այս առումով։ Ձեր կողմից նշած պայմանը, դա ընդհանրապես պայմաններից մեկն է, բայց այնտեղ կան ստանդարտների խնդիրներ այդ թվում։ Պես զինված ուժերը պետք է բերեն ՆԱՏՕ-ի ստանդարտների, մասնագետներ պետք է լինեն ՆԱՏՕ-ական ստանդարտներով, եթե մենակ զինված ուժերին վերաբերվող մասով եմ ասում, բայց այնտեղ անվտանգության ոլորտում շատ ստանդարտներ կա։ Եվ տեսեք, Վրաստանը քանի տարի է սպասում, որ մտնի ՆԱՏՕ-ի մեջ, բայց չեն ընդունում։ Ոչ մի բան չեն անում։ Ինչի չեն անում, ինչի չեն տանում Վրաստանը մտցնեն, ասենք, ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ Չեմ կարծում, որ մեզ այնտեղ սպասում են։ Եվ մեզ այնտեղ ոչ մեկ չի թողելու, որ մենք մտնենք։ Ինչու է Փաշինյանն այդ դեպքում ուզում փոխել անվտանգային ճարտարապետությունը, ինչի մասին հաճախ է խոսում, այսինքն ռուսական, հա, այդ դաշտից, իդեպ մենք նաև բանակի առումով ենք դա նկատում, պարոն Կարապետյան, այդ դուք ասեցիք մասնագետներ, ՆԱՏՕ-ական, զենք, համազգեստից սկսած փոփոխելու մեծ տենդենց կա, ազատվել ռուսական ամբողջ այդ ժառանգությունից, ռազմական այդ դպրոցից, ինչպես ասում են, եւ դեմքով շրջվել դեպի Միացյալ Նահանգներ կամ ՆԱՏՕ-ական այդ կառույց, կա չէ այդ տենդենսը։ Դա մեր իշխանության ցանկությունն է եւ բխում է անձնական նպատակներից։ Դա մեր ժողովրդի նպատակների եւ ապագայի հետ բացարձակ կապ չունի։ Դա անձնական պատվերներ են կատարում իրենք։ Ես նորից եմ կրկնում։ Մենք չենք կարալու լինենք ՆԱՏՕ-ի անդամ երկիր եւ երբևիցե չենք լինելու, որովհետեւ ՆԱՏՕ-ում կան մի շարք երկրներ, որոնք մեզ այնքան էլ չեն սպասում այնտեղ։ Իսկ դուք գիտեք ՆԱՏՕ ընդունվելու համար այնտեղ պետք է միաձայն կոնսենսուս պետք է լինի, չէ՞, ճիշտ եմ ասում։ Դե առնվազն այդ թվում թշնամի երկրներ կա։ Որը Ադրբեջանը ավելի շուտ կարա մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ, քան մենք։ Պարզ ասեմ ձեզ։ Հիմնական խնդիրը, որ Արևմուտքը դրել է իր առջև, դա Ռուսաստանի ազդեցությունը այդ տարածաշրջանից հանելն է ու օգտագործում է մեր ղեկավարությունը, օգտագործելուց հետո էլ չեմ ուզում համեմատեմ ինչ-որ վատ բանի հետ, շպրտելու են կողմ։ Եվ մենք դա տեսնելու ենք, եթե այսպես շարունակի։ Պարոն Կարապետյան, տեսեք, երեք հենց հեռուստատեսությամբ եթերով հարցազրույց էր տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հետեւյալ միտքը ասաց, ասում է, մենք որդեգրել ենք տարածաշրջանում առանց արտաքին օգնության եւ առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձևը։
Մենք լսում ենք նաև Ալիևը ողջևորված ասում է, որ մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի հետ տետատետ այսպես երկկողմյա բանակցություններ է գնում։ Հիմա ես ուզում եմ եկեք դիտարկենք իսկապես երկկողմյա միայն Հայաստան եւ Ադրբեջան, այսպես նստում են, բանակցում են, արդյոք այդ բանակցությունների ամբողջ ընթացքը այսօր արևմուտքի ուղղորդման դաշտում չէ։ Բաց տեքստով նախորդին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հայտարարեց, թե որքան իրենք շահագրգռված են այդ հարաբերությունների կարգավորմամբ Ադրբեջան-Հայաստան եւ հստակ ասեց, որ Բլինքենը ամբողջությամբ այդ գործառույթների մեջ է։ Հիմա եկեք հասկանանք, միջնորդ կողմ կա այս ամենում, թե չկա, թե միջնորդ կողմ ասելով իրենք հասկանում էին Ռուսաստանին, որին դուրս են թողել եւ հենց դա գուցե թե նկատի ուներ նաեւ։ Հեքիաթ գրողը մի պահ սկսում է իր ցանկություններին եւ իր գրած հեքիաթին հավատալ։ Պարզ ասում եմ ձեզ։ Դա հեքիաթ է։ Արևմուտքը իհարկե ներքին կարգով աշխատում է։ Առանց որպես միջնորդ երևալ, բայց նա միջնորդ չի, նա կողմ է։ То есть բանակցությունները գնում են 3 կողմի մեջ։ 3 կողմ մասնակցում է Ադրբեջանը, մասնակցում է Հայաստանը, բայց բանակցությունը մեր հետ չեն տանում եւ մասնակցում է Արևմուտքը, բայց որպես կողմ, ոչ թե որպես միջնորդ։ Միջնորդը տարբերություն ասեմ։ Միջնորդը նստում է երկու կռվողի մեջ եւ փորձում է բարեշասնի չընտրելով ինչ որ մեկի կողմը։ Արևմուտքը տվյալ պահին իր կողմն է անդրել, ինքը իր կողմը։ Եվ ինքը որպես միջնորդ չի կարա տեղ հանդիսանա։ Այսօր Արևմուտքի համար Ադրբեջանը շատ կարևոր նավթային ռեսուրսը, գազային ռեսուրսը, որը Եվրոպային օդի պես պետք է այսօր, եւ պարզա ցանկացած տարբերակ, որը որ կստորագրի մեր երկրի ղեկավարը, իրանք ողջունելու են։ Ստե չի գնում բանակցություն։ Հայաստանը այնտեղ բանակցության կողմ չի, եկեք չշփոթենք։ Հայաստանը այնտեղ ծեծուտողի դերում է։ Կատարածու։ Ինչ թելադրում են, անում են։ Բա իհարկե։ Նորից եմ կրկնում, վերադառնանք Տաուշին։ Եթե դու տալիս ես նույն այդ հատվածում Ադրբեջանի տիրույթում կա մեր հողերից ինչ որ մի հատված։ Ինչի՞ չի ինքն էլ հանձնում մեզ։ Եթե դա բանակցություն է։ Այսինքն Եթե դա խաղաղության միակողմանի զիջման հետ։ Այո, գնում ենք միակողմ, то есть մեր հետ խոսում են ուլտիմատումի տեսքով։ Տեսեք ինչ ասում։ Ասում է, եթե չտանք, մեր պատերազմ կսի։ Միևնույն ժամանակ ասում է, եթե տվինք, էլի գարանտիա չկա, բայց խենք տալի։ Հարց առաջանում։ Ինչ ենք տալիս, թե հարցը ինչ է, գյուղը ադրբեջանական է, թե հայկական է, հա։ Հարցը դրա մեջ չի։ Եկեք չտանենք այդ ռոպագանդան, սաղին տարավ սկսին ապացուցել, այդ ու մեր օպոզիցիան սկսեց ընդ դա հայկական գյուղ է, մյուսն ասում է դա ադրբեջանական, դե մեկն էլ ասում է բերեք ինձ ապացուցեք, որ դա հայկական հող է։ Ստե հարցը նա է, որ հավասարը հավասարի հետ չեն խոսում եւ տետատետի ժամանակ հաղթած երկրի հետ նստել խոսել եւ հույս ունենալ, որ նա այն բարձրունքից կիշնի քո մակարդակին եւ քո հետ կխոսի, դեմագոգիա, ասում եմ հեքիաթ է, հեքիաթ գրողը պետք է հեքիաթ գրի։ Այսինքն երկկողմ բանակցություններ ասվածը ամբողջությամբ կեղծիք է։ Իհարկե կեղծիք։ Աչք կապոցի։ Դուք չեք տեսնում դա կեղծիք է։ Կամ ինչա, գնում ասում, գնամ ժողովրդի հետ խոսամ։ Ժողովուրդը ինչ է որոշում։ Ինչ գործ ունի ժողովուրդը։ Այդ ժողովուրդ ասած այդ գյուղի ժողովրդի նկատմամբ։ Ինչ որ մի փոքր 2-3 գյուղի ժողովուրդ ինչ որ գալիս ասում է տանք թե չտանք։ Խի այդ ժողովուրդը դրանով է սահմանափակվում։ Թող հանրաքվե անցկացնի։ Բախ չի անում։ Բա մի քանի օր առաջ էլ Ալիևը երկու պայմաններ չարտահայտեց, որ Հայաստանի հետ խաղաղություն կկնքենք, երբ որ մենք փոխենք մեր սահմանադրությունը եւ կլուծենք Սյունիքի հարցը։ Ախորժակը բացվել է, պարոն Կարապետյան, Ալիևի։ Հիմա տենամ սահմանադրությունը ոնց է փոխելու։ Ինքը շատ վտանգավոր ղեկավարը հայ ժողովրդի համար։ Պատմության մեջ մենք նման
նման ղեկավար չենք ունեցել ոչ մի անգամ ինքը գիտեք ինչ անում իրանք ուզում են մեր ժողովուրդը որպես հայ ժողովուրդ ինչ որ նոր ժողովուրդ ստեղծեն տեսեք ինչ են անում ասում է Սահմանադրության 18-րդ հոդվածը պետքա փոխենք դա եկեղեցիների մեր քրիստոնյա հավատքին է վերաբերվում ասում է պատմությունից պիտի հրաժարվենք նոր պատմություն ա ընտանիքին վերաբերվող մասով դա էլ է ուզում փոխի հա ասում է երեխաները դպրոց որ գնացին չի կարելի ասել ոնց են ասում աշակերտուհի կամ աշակերտ չէ իրենք պիտի որոշեն դե ես դիմում եմ մեր երկրի ղեկավարին թող ինքը ասի առաջինը մենք իրան ոնց պիտի դիմենք տիկին վարչապետ թե պարոն վարչապետ ես որպես Հայաստանի քաղաքացի ուզում եմ իմանամ որտեղ պաշտոնատար անձը նա պարտավոր է ուրեմն իրանք հերթով հելնեն ու հայտարարեն իրանք ով են տիկին են թե պարոն են բայց չիմանանք ոնց դիմենք Գուցե մի օր դա անեն, որովհետև իրենք հենց այն իշխանությունն էին, որոնք առաջին անգամ բերեցին ազգային ժողով տրանսգենդերին, հասցրեցին խորհրդարանի ամբիոնի մոտ, որտեղից եւ ելույթ ունեցավ այդ անձը, եւ ֆինանսավորեցին պարոն Կարապետյան մի ֆիլմ, որն ամբողջությամբ նվիրված էր տրանսգենդերի։ Այսինքն կառավարության պետական բյուջեից, մեր բոլորի հարկերից լցվող այդ բյուջեից Նիկոլ Փաշինյանը վճարեց այդ ֆիլմի համար։ Այնպես որ բացառված չէ, որ մի օր նրանք ողջավորված հայտարարեն նաև այն ինչ ասում են։ Ես չեմ կպնում անձին։ Ես ասում եմ որպես Հայաստանի քաղաքացի։ Ձեզնից սկսեք։ Ես ուժի բան չեմ ասում։ Հելեք ասեք, դուք պարոն եք թե տիկին եք։ Չեմ վիրավորում։ Պարզ ասում եմ ձեզ։ Միտքս հասկանում եք, չէ՞։ Բա եթե դու օրենք ես ընդունում, բարի եղի այդ օրենքը կատարի։ Քեզնից սկսի։ Հայտարարի քո հավատքը։ Հասկանանք դու քրիստոնյա ես թե քրիստոնյա չես, ես չգիտեմ։ Դու գիտեք մեր երկրի ղեկավարներից ով է քրիստոնյա։ Դատելով եկեղեցու դեմ ուղղված պայքարից շատ կասկածելի է։ Դե առաջարկում եմ, բա մենք չիմանանք։ Ու կարծում եմ, որ ապագա իշխանափոխությունը, որը շատ շուտով ալնելու։ Ով որ պետքա գա իշխանության, պետք է ասի։ Ինքը ով է։ Բա իրանցից պիտի սկսվի, բա ումից պիտի սկսվի, դպրոցի երեխեքից խեն սկսե։ Ինչեն է երեխայից սկսե։ Մտածողություն են փոխում, պարոն Կարապետյան։ Չէ, թող իրանցից սկսե։ Նորից եմ կգ, ես չեմ վիրավորում։ Եթե իրանք դա ընդունում են, ուրեմն չպիտի ինձնից վիրավորվեն։ Գանք նորից աշխարհաքաղաքական շահերին արևմուտքը, այսպեսի մի դիտարկում կա հայաստանյան քաղաքական շրջանակներում, որ արևմուտքը փորձադաշտի է վերածել Հայաստանը, էքսպերիմենտ են անում, թե օրինակ բարդ իրավիճակները, ասենք հակամարտությունները, Արցախյան խնդիրներ դա կամ հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն, ինչպես կարող է լուծվել եւ Հայաստանը վերածվել է փորձադաշտի հենց արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Ինչ կասեք այս առնչությամբ, այսինքն մի ամբողջ ժողովուրդ պետականություն ոչնչացվում է այդ էքսպերիմենտը կատարելու համար։ Ջան, մի քիչ գիտեք, բաներ ենք ման գալի, sense թեորիաներ ենք ման գալի, որ ինչ որ մենք մեզի արդարացնելու համար, չէ։ Մենք ուղղակի ունենք թույլ ղեկավարություն, ուղղակի։ Իրենց մեջ եւ կան շատ դավաճաններ եւ դավաճանություն կա։ Մեզ ընդհանրապես լավագույն դեպքում ուսումնասիրում են։ Ուրիշ ոչ մի բան։ Մի հատ ղեկավար կա, ասում հայերին հանգիստ թողեք, իրանք իրանց գլուխը կուտեն։ Հասկանում եք, մեր ղեկավարությունը դա է անում։ Այնքան ռուսների դեմ խոսացին, տեսնեք ռուսները մի կողմ են քաշում։ Զգում եք։ Հիմա ռուսական կողմերը անդրադառնանք համ։ Հա, չեն խառնվում։ Հիմա ո՞ւմ է մեղադրելու։ Թավուշին բռնում ձերբակալում է մարդկանց ստանում է։ Այդ ինչ երկիր ենք սարքի։ Այդ ինչա դարը այդ երկիրը։ Բռնաբերություն։ Այո, գիտեք, եթե ես հետո կասեմ,
եթե ղեկավարությունը օրենք է խախտում քաղաքացու հանդեպ, ապա չենք որոշի, որ քաղաքացին պարտավոր է այդ օրենքները ինքը օրենքով շարժվի։ Չէ, օրենքը ստեղծված է քաղաքացու համար իր կյանքը ապահովելու համար, ոչ թե ղեկավարությանը կառավարելու համար քաղաքացով։ Եկեք ճիշտ հասկանանք, եթե ղեկավարությունը զանգում է ասում է, ու ես այն ինչ որ ասում եմ գիտեմ, սրա վրա քրեական գործ հարուցեք կամ ազգանուններ են տալի, դա էլ է կոռուպցիա։ Եթե ինքը զանգարում հրահանգ է տալի, եթե կներեք կարմիր բիրետը կամ սև բիրետ, այդ բիրետը տվել են, որ ինքը թշնամու հետ կռվի։ Այդ բիրետը նրա համար չի, որ կարմիր բիրետավորը գնում է կնոջ ձեռքը ոլորում է։ Այդ բիրետը ամոթ չի անում, հագնում է։ Ես միշտ հատուկ զորքերով եմ ղեկավարել, դուք գիտեք։ Եվ ես տեսել եմ, իշտա մեր իմ ենթակայության տակ կապուտ բիրետներ են եղել։ Ղարաբաղում եղել են սև բիրետներ, այդ Ղարաբաղի սպեցնազն է եղել, հատուկ նշանակության ջոկատը, բայց այդ մարդիկ բիրետը ստացել են խնդիր կատարելու համար։ Այսօր մեկ անձի են պաշտպանում այդ բերետավորները։ Դե կարմիր բիրետը դրել են, իրանք իրենց լավ են զգում, այդ մի հոգուն են պաշտպանում, բայց նորից եմ ասում, չեք պատկերացնում ինչքան վիրավորական է, որ ասենք տեսնում ենք, որ մենք ունենք նման երիտասարդներ, որոնք պատրաստ են զենք վերցնեն, պատրաստ են այդ թավուշը պաշտպանեն, իրան գնում են թավուշի, ասենք ընդ մեծ կնոջը ուզում են քաշ տալով տանեն։ Ուժային կառույցները ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի այսպես ուղղակի վերահսկողության տակ են, ուղղակի կատարած ունեն Նիկոլ Փաշինյանի։ Սա ինչի կարող է հանգեցնել։ Պետությունը ուժային կառույցներով է, չէ՞, նաև ամուր։ Եթե ուժային կառույցները դառնում են մեկ անձի շահերի պաշտպան, իրենք դադարում են փաստորեն պետության պահապանը լինելու։ Մենք այս փաստի հետ Հայաստանում գործ ունենք։ Անուշ ջան, ես ճիշտ ասած այդքան էլ այդ կարծիքի հետ համաձայն չեմ, որ այդ ուժայինները բոլորը, ես ասում եմ, ես ճանաչում եմ շատերին, շփվում եմ շատերի հետ եւ ասեմ ձեզ, որ եւ Պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում եւ մյուս տեղերը, որտեղ որ կա ինչ-որ ուժային համակարգ, պարզ ասեմ, այդքան էլ այդպես չի, որ սա բոլորը իրան տենց աշկերը փակ բան։ Կա ինչ-որ տենց մի խումբ, որը որ իրոք պաշտպանում է։ Բայց դուք ինքներդ վկա եղաք Թավուշից մի 20 հոգի հասարակ զինվորական միացան, սիրտները բռնել էին։ Հավատացեք, օրա գալու, որ ամբողջ զորքերը իրա դեմ են շուռ գալու։ Բայց հետո այդ նույն մարդկանց պարտադրեցին մեղայական գալսխչալ, սարսափելի պատկերներ, չէ՞։ Գիտեք, դա էլ է խոսում երկրի ղեկավարության, ասենց ասեմ, թասիբի մասին։ Ինչի պետք էր դա անել։ Օրինակ, ինչի պետք էր ստորացնելով 1-2 զինծառայողի, դու չես պատկերացնում, որ դրա էֆեկտը բավականին հակառակն է։ Հակառակ կողմն է գնում։ Հա, բումերանգի էֆեկտով, հա։ Այո, հակառակն է, հակառակ բանն են ստացել իրանք դա չեն հասկանում։ Իրանք չգիտեն զինվորականի հոգեբանությունը։ Ինքը կարա նստի ասի, օրինակ, ասում է զինվորականները հող էին տալի, որ ինձ գործից հանեին։ Նա չի հասկանում, որ մենք 17 տարեկանից պատրաստված ենք, որ հայրենիք ամենաթանկն է։ Ու չի կարա ինչ-որ անց քշերքի մի կողմը նստի, հայրենիքը զինվորականի համար քշերքի մյուս կողմն։ Դա անհավասարաչափ է։ Զինվորականը կարա ֆիզիկական անձի ինչ-որ դեմ լինի, ղեկավարի, չգիտեմ, չինովնիկի եւ այլն, բայց հայրենիքը եւ ֆիզիկական անձը, այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքը ինչ է։ Իրանք խոսում են, գիտեն, իրանք Անենց մարդիկ են, որ զինվորականի համար, ասենք գնդապետի, փոխգնդապետի, լեյտենանտի համար, լեյտենանտը ինքը հայրենիքը կամ ինքը դա նույն բանն է։ Հասկանաք,
Աբսուրդ է։ Ու ստախոսությունը ես սրանից մի 2 ամիս առաջ ասեցի, թող գնա։ Չէ, հիմա պետք չի գնա։ Մենք իրան բռնելու ենք ու հանենք։ Այդքան բան, պետք չի, իր հրաժարականը պետք չի մեզ։ Ինքը պատասխանա տալու եւ արդեն իր անունը եւ իր այդ կողքինների անունը մեր հայոց պատմության մեջ սև տառերով գրած է։ Ու մենք ստե տրիբունալը որ սարքում ենք եւ արդեն համարյա պատրաստ է, ամենամեծ բարդ բանը գիտեք որն է։ Մարդ չեն գտնում որ գա իրան պաշտպանի, եթե տրիբունալը մեկն էլ դի պաշտպան լինի, չէ՞։ Չենք կարող ճարենք այդ մարդուն որ պատրաստ է իրան այդ տրիբունալում պաշտպանի։ Իդեպ իշխանությունները դրան իհարկե կանդրադառնանք փոքրինչ ձեր անձին թիրախավորելու հետ կապված, բայց այդ ձեր հայտարարությունն էլ էին թիրախավորել, թե ինչի մասին է խոսքը, ինչ ազգային տրիբունալ, դա ինչ երևույթ է, հա, մի փոքր կբացեք։ Դե ես հայտարարելու ժամանակ ասեցի, որ քանի որ մեր դատական համակարգը չի աշխատում, աշխատում է ինչ-որ կոնկրետ անձերի դեմ։ Բայց դուք տեսեք, այս վերջի այսքան իրադարձություններից հետո ոչ մի փաստաթուղթ չի ձևակերպել, բացատրություն չեն խնդրել երկրի ղեկավարից։ Ունենք, ասենք, այնտեղ սահմանադրական դատարան։ Ինչու՞ մի հատ հարցադրում չի արել։ Լսել եք դες բան։ Տարածքները հանձնելու հետ կապված։ Ցանկացած հարցով։ Այդքան հարցեր կա։ Մի հարց չի գտել, որ հարցում անեն։ Լավ, սահմանադրական դատարանը գուցե պետք չէ, բայց ասենք դատախազությունը։ Մի հարց չի գտել, հարցում անի, որ նա էլ գրավոր պատասխան տա։ Մի հարց։ Քանի որ հայոց ազգը ինքը բավականին մեծ է սփռված ամբողջ աշխարհում, դրա համար ազգային արժանապատվության դատարանը ստեղծվում է երկրից դուրս։ Եվ այդ դատարանի որոշումը չգիտեմ ինչ կորոշի։ Որոշումը լինելու է հրաման կատարելու համար։ Դա իրականացնելու համար դուք պետք է լինեք իշխանություն։ Չէ՞։ Առանց դա, մինչ դա էլ հնարավոր է իրականացնել։ Իհարկե հնարավոր։ Այո։ Իհարկե կարող ենք ասել սկսված է այդ process-ը։ Այո, ձևավորումը ասում են ձեզ համարյա ավարտված է։ Հիմա մնացել է այդ իր դատապաշտպանի հարցը լուծենք, բրծենի դրան։ Քպեականներից մարդիկ կան, որոնք գուցե կգան պաշտպանելու Նիկոլ Փաշինյանի։ Մենք իրանց չենք տեսնում այդտեղ, ինչի համար, որտեղ պաշտպանողն էլ պետք է արժանապատվություն ունենա։ Որ հավատալի, թե չէ, եկավ խնդիր կլինի հենց իրանց համար։ Դրա համար մենք էլ ենք ուսումնասիրել այդ հարցը, եւ կա առաջարկներ կա, կտեսնենք։ Շատ լավ, մենք դեռ կանդրադառնանք ներքաղաքական հարթության մեջ նաև ձեր քայլերին, անդրադառնանք Տավուշին։ Սահմանազատում, սահմանագծում է տեղի ունենում, պարոն Կարապետյան, եւ հղումը տալիս է Նիկոլ Փաշինյանը մի փաստաթղթի, որը ես չգիտեմ, ես ինքս որպես լրագրող երբևէ չեմ լսել անցած տարիների մեջ, թե բանակցային գործընթացի հետ կապված Արցախյան հարցով, թե տարբեր հարցերում տարածքային ամբողջականության երկկողմյա ճանաչումների հետ կապված, որ այդ փաստաթղթին հղում արվեր։ Նիկոլ Փաշինյանը ինքը շրջանառության մեջ դրեց այսպես կոչված Ալմաթայի հռչակագիրը։ Ինչ փաստաթուղթ է ի վերջո դա։ Մենք կարող ենք ասել, որ այդ փաստաթուղթը արհեստականորեն է մեջտեղ բերվել որոշակի ուժերի կողմից եւ ինչպես երեք նա հայտարարում է, դա բազային հիմքը պետք է լինի, որ Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը։ Ինչ կապ ունի այդ փաստաթուղթը տարածքների, սահմանների ճանաչման հետ։ Պարտադրել է Ադրբեջանը, որտեղ այդ փաստաթուղթը ի օգուտ Ադրբեջանի է իրականում։ Այն մեր 30 տարվա պայքարը ստացվում է, որ իրականում չպետք է լինի շարունակական, հասկանում եք, դա մենակ Ադրբեջանին է օգուտ։ Շատ լավ ասացիք, չեմ լսել, որ նախկին սովետական այդ երկրների մեջ ինչ որ բանակցությունների ժամանակ մեկը այդ փաստաթուղթը բերի որպես փաստաթուղթ եւ հիմնվի դրա վրա։
Մեր պատմության մեջ շատ փաստաթղթեր կան, եւ դա միակ փաստաթուղթն է, որը Ադրբեջանին ձեռք է տալի։ Դա համար էլ իրան ասել են, նորից չեն խոսում։ Ինչի մասին։ Քարտեզների մասին, ասենք սահմանագծում է տեղի ունենում, ինքը ընդհանրապես քարտեզների Դե մասին չի որովհետև ադրբեջանական խոսում են այդ փաստաթղթի մասին։ Այո, որովհետև ադրբեջանական կողմը պարտադրեց իրան, նա ընդունեց։ Հիմա ինքը հիմնավորում է, որ դա շատ լավ է եւ այլը, դուք չեք տեսնում, ինչ մեզ դեմ է, իրանք հակառակը շուռ են տալի եւ փորձում են դա հիմնավորեն, որ դա մեր համար լավ է։ Իդեպ այդ նույն փաստաթղթում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին էլ կա։ Իհարկե կա։ Կարդացի եւ զարմացա, բայց այդ մասին ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը չի խոսում։ Դե ինչ խոսա, ասում եմ, իրան ինչ պարտադրել են, ինքը նա է ասում, ինքը չի կարա խոսա։ Ինքը մենակ մեր ժողովրդի դեմ կարա խոսա։ Ինքը չի կարա ոչ մի բանակցական, ես շատ լավ տիրապետում եմ իր բանակցություններին։ Ինքը ոչ միտեղ չի կարում խոսա։ Ու չի կարում մեր ինքն է ասում, չէ՞, ասում է, ես չեմ կարա հայ ժողովրդի բաները, այդ ոնց ասած արգումենտները բանանեմ աշխարհում կարողանամ առաջ տանեմ։ Դա չես կարա, թող գնա։ Բա մեզ ղեկավարը պետք որ գա, ասի կարամ։ Բայց դու ասում ես չեմ կարա, ինչ ես մնացել։ Բա ինչ կարաս դու։ Դե ադրբեջանական հստակ թեզերի շրջանառում է իր կողմից կատարում, թե թուրքական, թե ադրբեջանական, հայոց ցեղասպանության պարագայում եւս։ Ինքը արևմտամետ չի, ինքը թուրքամետ է։ Եկեք այսպես։ Ես չեմ վիրավորում թուրք ժողովրդին, իրանք իրանց խնդիրներն ունեն, իրանց գործն են անում, ինքը թուրքամետ է։ Ինքը իրանք տանում են մեր հակառակորդների թեզերը առաջ։ Ի օգուտ մեր հակառակորդների։ Եվ դա բերելու է հայ ազգի ոչնչացման, ես պարզ ասում։ Պարոն Կարապետյան, ականազերծման հետ կապված եմ ուզում խոսենք, որտեղ շատ կարևոր մի միտք է արտահայտել։ Իշխանությունը մի երկու օր առաջ հայտարարեց, որ ավարտվել է արդեն ականազերծման գործընթացը, իսկ դուք ավելի վաղ հայտարարել եք, որ մեր տարածքները ականազերծում են որոշ պաշտոնատար անձանց կոչումներ, պաշտոններ խոստանալով ընդհանրապես բանավոր հրամանով։ Շատ կարևոր հայտարարություն արեցիք եւ կոչով դիմեցիք, ասացիք, եթե կա գրավոր հրաման ականազերծման մասին, ապա որպես քաղաքացի պնդում եմ հրապարակել այդ հրամանը։ Հիմա տեսեք, ուզում հասկանալ ինչ գործընթացի հետ մենք գործ ունենք։ Հերթական անգամ բանավոր հրապարակ հայտարարության մասին է խոսքը մեկ անձի կողմից։ Դուք շատ կարևոր բան եք, հա, ասել, կա գրավոր, մեջտեղ բերեք, բայց փաստորեն չկա։ Ինչի հիման վրա է տեղի ունենում այս ամբողջ գործընթացը։ Ուրեմն ասեմ ձեզ, զինված ուժերը ականազերծումը անում են զինվորական բարձր աստիճան կոչում կրողի հրամանի համաձայն։ Ես դա տեղյակ եմ։ Պարզ ասում եմ ձեզ, չեմ տալի այդ ստորագրողի անունը, հələ որ չեմ տալի։ Այդ հրամանը ստորագրողի անունը։ Բայց այդ հրամանը ստորագրողը արդեն պատմության մեջ է։ Որպես դավաճան։ Կարծում եմ այո։ Կարծում եմ այո։ Ինքը ինչի հիման վրա է ստորագրել այդ հրամանը, այստեղ հարցը։ Կգա ժամանակ բոլորի ազգանունները անպայման կտան։ Կոչում ստանալը, դե մայիսի 28-ին կտեսնեք։ Ես ճիշտն ասած, այսքան տարի ծառայել եմ, ես չգիտեի, որ կարաս հող հանձնես եւ կոչում ստանաս։ Որպես զինվորական ես դա չգիտեմ։ Դա լինում է պատկերացնում եք, ինչա հրաման ես կատարել, որ դու հող հանձնես, դու կոչում պետք է ստանաս։ Դե թող այլն այդ կոչումները, ես բան չունեմ ասելու։ Չեմ էլ ուզում այդ արարքին գնահատական տամ, ինքներդ տվեք այդ գնահատականը։ Դուք տեղեկություն ունեք։ Իհարկե տեղյակ եմ։ Որին մենք էլ կտեղեկանանք, ձեր ակնարկից հասկացա 28-ին մայիս։ Այո։ Ու կտեսնեք, կոչումները կստանան, գեթան կնշեն, դե թող նշեն։ Դե առաջարկում եմ մի երկու գյուղ էլ հանձնեն, դու տեսեք ինչ դաստիարակում է այդում զինվորականի։ Հակառակը պետք էր ասել, գիտեք, մենք ծանր վիճակի մեջ ենք, օրինակ, այսինչ պայմաններից ելնելով ստիպված ենք, ասենք, զիջել ինչ-որ բան, օրինակ եմ ասում, հա, եւ
Դրա համար պետք չէր պարգևատրումներ տալ։ Ոնց էս ինչ մոտիվացիայով ես դու դա անում։ Բայց պարգև ստացողն է, չէ՞, պետք է հասկանանք, Դե- այսինքն եթե նա ընդունում է այդ պարգևը, կնշանակի նա ուղղակիորեն կիսում է դավաճանական ամբողջ գործընթացը։ Իհարկե։ Վաղը նա էլ է պատասխանատու։ Իհարկե, գրվելու է, չէ՞ համար այդ կոչումը ստաց։ Է թող ուրիշ ձև չի լինելու։ Որ դա ես չեմ մեղավոր լինելու կամ դուք։ Պատմությունը գրելու է, որ այս 4 գյուղը հանձնելու համար այս 4 հոգին կամ ստացան այսինչ կոչումները։ Դավաճան ֆրանգուլներն են ի հայտ գալիս մեր պատմության նոր էջերը։ Այո, փաստորեն այդպես է ստացվում։ Դե թող ստանան ես դեմ չեմ։ Ես երբևիցե չեմ խոսել ոչ մի զինվորականի հասցեին դուք նկատել եք։ Իմիջիայլոց ասեմ, Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ կարա մի գեներալ ելնի մյուս գեներալի հասցեին խոսի լրատվամիջոցների միջոցով եւ ինչ որ գնահատական։ Ես գնահատական չեմ տալի։ Ոչ մեկին։ Չկա տենց երկիր։ Տեսեք Ռուսաստանը։ Լսել եք մի օր որ ինչ որ մի գեներալ ելնի մյուս գեներալից խոսի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ցույց տվեք այդ մի հոգուն։ Իսկ մեր մոտ միտումնավոր է արվում, ես կարծում եմ, որ երևի թե այդ մարդիկ չեն հասկանում իրենք ով են։ Իրենք դարել են կոչումով գեներալ, բայց երևի չեն դարել գեներալ։ Ես տենց եմ հասկանում։ Եթե դու հելնում ես մեկ խոսում ես մյուս գեներալի դեմ, այդ շատ կասկածելի է ինքը գեներալը թե չէ։ Պարոն Կապիտան, ակնհայտորեն գնում է բանակի ոչնչացման գործընթացը, չէ՞, մենք տեսնում ենք դա, Ալիևը հայտարարում էր Հայաստանը չպետք է բանակ ունենա։ Երեկ էլ իր հարցազրույցում Փաշինյանն ասում է, ինչ գործ ունի բանակը սահմանին կանգնի, այնտեղ պիտի սահմանապահը կանգնի։ Այս գործընթացի հետ կապված էլ խնդրեմ ձեր կարծիքը, որտեղ Հայաստանում կա մեծ անհանգստություն։ Ադրբեջանը բերելու է կանգնեցնելու է սահմանին իր զինվորներին, մինչև ատամները զինված, Հայաստանից գնալու է Կալաշնիկով զենքով, ասենք, մի փոքր ինչ որ զենքով զինված էլ չի կարելի ասել, սահմանապահը։ Ինչ երևույթի հետ ենք մենք այստեղ գործ ունենալու։ Դե տեսեք նորից այսպես շուռ տված կարծիքը, ինչու է շուռ տված։ Սահմանապան պետք է իրոք սահմանը հսկի, բայց երբ որ լինի խաղաղություն, խաղաղության պայմանագիր։ Եթե խաղաղություն չկա, սահմանով զբաղվում է զորքը, եւ դա բնական է։ Չունենք խաղաղության պայմանագիր։ Երբ որ կլինի, եւ 10 որ դա լինի խաղաղության պայմանագիր, այդ ժամանակ թող սահմանապան հսկի։ Ո՞վ է դեմ։ Որ հայ-թուրքական սահմանը սահմանապահ զորքերն են հսկում, թեկուզի դեմս ռուս սահմանապահների, նորմալ է, չէ՞։ Իհարկե այդպես պետք է լինի։ Հիմա մեր պարագայում մենք ինչի առաջ կկանգնենք, եթե գնում են դրան։ Եթե հանում են զորքը, եթե կանգնեց սահմանապան առանց խաղաղության պայմանագրի, վտանգները ակնհայտ է։ Պարոն Կարապետյան, դեպ դուք մի հետաքրքիր հայտարարություն էլ արեցիք վերջերս ձեր ուղերձներից մեկում, ուզում եմ մեջ բերել։ Մեր երկրի ղեկավարությունն այս ամառ ստորագրելու է կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Մեզ պարտադրելու են ոչ միայն հանձնել մեր հողերը, այլ պարտադրելու են հանձնել մեր հայրենակիցներին, որոնց դեմ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել։ Այս փոքր նախադասության մեջ շատ կարևոր փաստեր կան, շատ կարևոր վտանգի մասին եք դուք ահազանգում եւ ես երկու հարց է այստեղ ծնվում ինձ մոտ։ Կապիտուլյացիոն փաստաթուղթ ասվածը դա այսպես կոչված խաղաղության փաստաթուղթն է եւ դրա արդյունքում մենք ինչ ենք ունենալու։ Հիմա արդեն շատ են խոսում 10,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի մասին։ Ես ուզում հասկանալ, դուք ինչ եք ակնարկել, դուք ռազմական գործիչ եք, եթե փաստ չլինի ձեր ձեռքի տակ, դուք ուղղակի ապրիորի հենց այնպես հայտարարություններ չեք անի։ Եվ ձեր հայտարարությունից ես հերթական անգամ սարսափեցի, այսինքն հնարավոր է, որ կա արդեն ինչ-որ փաստաթուղթ Հայաստանի պետականությունը դրված է լրջագույն հարվածի տակ։ Ինչ կասեք, մի քիչ բացեք փակագծերը, խնդրում եմ։ Ինձ թվում է դուք շատ լավ հիմա ամեն ինչ ձեր հարցով ինքներդ էլ պատասխանեցիք, Արմինե։ Ինչ որ ասել եմ, այդպես էլ կա։ Ու մենք ցավոք սրտի
եթե այսպես շարունակվի, դրա ականատեսը կարանք լինենք։ Դուք տեսնում եք ինչ երանդով մեր երիտասարդներին կալանավորում են։ Ինչ է կարծում, որ նույն ձևի չեն կալանավորի եւ չեն հանձնի Ադրբեջանին։ Դուք պատկերացնում եք սրանից մի 7 տարի առաջ, որ ոստիկանությունը կգար եւ այդպես ժողովրդին կալանավորեր կտաներ նրա համար, որ այդ ժողովուրդը պահանջում էր, որ պաշտպանեն հայրենիքը։ Չեմ հիշում տես բան։ Մի ամբողջ երկիր ենք հանձնել, Արցախը դա հող չի։ Արցախը դա երկիր է։ Եվ ոչ մի բան։ Եվ շարունակում է հանձնել։ Կարծում եմ, եթե սենց շարունակվի, ես ասել եմ, Հայաստան չի լինելու ինչ 10,000 կիլոմետր։ Չի լինելու Հայաստան։ Չի լինելու։ Չի լինելու Հայաստան։ Դա է։ Մենք դրան ենք եթում։ Դեմագոգիա է, որ մենք ընդգտել ենք անկախ երկիր, առանց հարևանների հետ պրոբլեմներ։ Հիշում եք Թուրքիան էլ մի անգամ հայտարարեց Էրդողանը, որ ինքը չի հիշեցնում ձեզ մի բան, որ հարևանների հետ առանց պրոբլեմների։ Այո, զրո խնդիրներ։ Զրո խնդիրներ։ Հիշում եք։ Այո, իհարկե։ Գյուլի ժամանակից հայտարարել։ Ինչի է նման։ Նա էլ էր, չէ՞, այն ժամանակ Եվրոմիություն էր ուզում էթար։ Հիշում եք։ Այո, իհարկե։ Եվ այլ։ Եվ ինչ եղավ։ Հասկացավ։ Թուրքիան հասկացավ, որ դա չի կարա լինի։ Որտեւ միայն իր ցանկությունը բավարար չի, որ հարևանը Նել Թուրքիայի տարածաշրջանում կարամ ասեմ ուժեղ երկրներից մեկը։ Ու մեր այդ կներեք երկրի ղեկավարը մեր փոքր ժողովրդի ասում է հարևանների հետ նույն լոզունգն է, զրո խնդիրներ։ Այն ժամանակ արևմուտքը դա Թուրքիային համոզեց, տեսավ որ դրան ապագա չկա եւ հակառակը ստացվեց։ Այսօր Թուրքիան չունի հարևան, որի հետ խնդիր չունենա։ Նույնը մեզ է սպասում։ Բայց Փաշինյանը պատրաստ է զրո խնդիր, բոլոր խնդիրները լուծել, ի հաշիվ մեզ Թուրքիան այդպես պատրաստ չէր։ Փաշինյանը պատրաստ է տալ, տվեց Արցախը, տալիս է Հայաստանի տարածքները եւ ասում է խնդիրները լուծենք տալով։ Ինքը կարծում է, որ այս 4 գյուղը տա, չգիտեմ, ընդ Սյունիքի կարիդոր բացի եւ այլ, խնդիրները զրոյացնում է, ավելի է շատանում։ Եվ ինքը դրա մեջ կհամոզվի, եթե մենք թողանք ինքը մնա։ Կհամոզվի ու մենք բոլորս կհամոզվենք։ Հասկանում եք։ Բոլորս։ Հիշեք 44 օրյա պատերազմը, հա, Ալիևը սկզբից առաջարկեց այնտեղ 2 ռայոն, հետո առաջարկեց 4 ռայոն, հետո ասեց չէ 5, հետո ասեց չէ սաղ։ Հիշում եք։ То есть ինչքան գնում էր իր հաջողությունը, ինքը այդքան մեր հանդեպ պահանջները շատացնում էր, նույնը հիմա է լինելու։ Հրաժարվեք եկեղեցուց, հրաժարվեք սահմանադրությունից, հրաժարվեք, չգիտեմ, այնտեղ ձեր պատմությունից, ինչ ենք դառնում, էլի։ Դուք չեք տեսնում, ինչին է նման երկրի ղեկավարը, որ իր արտաքին տեսքով նմանվում է մի մարդու, որ ուզում է ստեղծի ինչ-որ նոր ժողովուրդ, հասկանում եք, նոր ժողովուրդ, վաղն կասեն դուք չպետք է ասեք ձեզ հայ, մնաց մի քայլ, բայց եթե ոչ եկեղեցին է, ոչ քրիստոնյա ենք, ոչ ընտանեկան տրադիցիաները փոխում է, մարդկային հարաբերությունները փոխում է, վեկալեք այդ բառարանը կարդացեք, ինչ է նշանակում ազգը, այսինքն ազգն է փոխում, Բաղն էլ ասելու են, էլ պետք է հայ չլնեք, ձեզ ինչ-որ մի հատ ուրիշ անուն ասեք, տնենք, ասեմ ինչ է լինելու, մեր ժողովուրդը եղերնուց հետո, չեմ 24-ին եղերնին էր, եղերնուց հետո կարացավ կանգնել ոտքի,
զենքով պաշտպանել իր տարածքները։ Հասկանում եք։ Զենքով պաշտպանել իր տարածքը, թուրքերն եկել մտել էին Հայաստանի տարածք, այդ ժողովուրդ կարացավ այն ժամանակ հելնել ու պաշտպանել։ Որովհետև այն ժամանակվա ղեկավարությունն էր կազմակերպում։ Ես այս վերջերս հանդիպում էի այստեղ եւ շատ ճիշտ բան ասեցին։ Էլիտան է ժողովրդին տանում պայքարի, էլիտան է պայքարում։ Էլիտան պետք է կռվի։ Մեր այսօր մենք կներեք էլիտա չունենք։ Ժողովրդին էլիտան նաև նկատի ունենք։ Իհարկե։ Եթե տեսեք Վրաստանում, մենակ նախանձով կարելի է նայել, մի օրենքի պատճառով այս մի ամիսա, տեսեք ինչ է կատարում, ընդամենը օրենք է իրականում։ Տեսեք ինչ է կատարում Վրաստանում, որտեղ այնտեղ կա օպոզիցիա, ռեալ օպոզիցիա։ Իսկ մեր մոտ ինչ է, Կարապետյան Արշակին ավելի շատ թիրախավորում է մեր օպոզիցիա կոչեցյալը, քան կառավարող ուժը։ Շատ կարևոր հարց է, բայց ուզում եմ մեկ-երկու այս հարցերից հետո դրան առանձին եթե կարելի անդրադառնանք, ես խնդրում եմ, մենք անդադ խոսում ենք Արևմուտքի բացասական դերակատարման մասին եւ դա այնքան ակնհայտ է, որ չես կարող շրջանցել, բայց մենք չենք կարող նաեւ չշրջանցել շատ կարևոր մեր ռազմավարական դաշնակցին Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում։ Ման Կարապետյան, հարցս այսպես եմ ուզում ձևակերպել, եթե համարում ենք Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցը, մենք այսօր ակնկալիքներ պետք է ունենանք մեր դաշնակցից։ Մենք ճիշտ է արդյոք մտածել հետեւյալը, ռուսական կողմի մտածումն եմ ուզում մեջտեղ բերել, Նիկոլ Փաշինյանի հակառուսական տրամադրություններով պետք է առաջնորդվել մի ամբողջ պետության հետ հարաբերություններում, չէ՞ որ այդտեղ ավելի խորքային գործընթացներ կան ժողովուրդներ, դարերի պատմություն, հայ-ռուսական այդ հարաբերությունները, ժողովուրդների հարաբերությունները նկատի ունեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հակառուս է։ Հակառուս Նիկոլ Փաշինյանով պետք է հարաբերությունները Ռուսաստանը հստակեցնի Հայաստանի հետ, այս չեզոքությունը ռուսական կողմի քաղաքականությունը Հարավային Կովկասում, կոնկրետ Հայաստանի հետ կապված, Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումից սկսած, այս ամբողջ եթե դիտարկենք, հա, դուք ինչպես եք գնահատում ռուսական կողմի քաղաքականությունը։ Եկեք, գիտեք, այսպես ասենք, որ եթե Ռուսաստանը չհամարեր հայ ժողովրդին իր բարեկամ, հավատացեք, այսօր հայ ժողովուրդ չէր լինի։ Առնվազն 20 թվականի ծեսքում հայ ժողովուրդ չէր լինի։ Ես չեմ տեսնում, որ իրենք Նիկոլ Փաշինյանով դատում են ամբողջ ժողովրդի մասին, հասկանում եք։ Եթե այդպես լիներ, մենք այսօր չէինք ունենա ոչ պետություն, ոչ պետականություն։ Հավատացեք, որ մեր հակառակորդները ամեն օր փորձում են Ռուսաստանին համոզել, որ իրենք ձեռք քաշեն հայ ժողովրդից։ Բայց ռուսներն ասում են, այնտեղ կա ժողովուրդ, մենակ Նիկոլ Փաշինյանը չի, եւ իր այդ թիմով չի, որ մենք գնահատական պետք է տանք ամբողջ հայ ժողովրդին։ Եվ իրականում, եկեք հասկանանք Նիկոլ Փաշինյանին ինչքան մարդ է եկել ընտրությունների նույն 21 թվականին։ Կհիշեք 30%-ից կարծեմ մի քիչ ավել էր, չէ՞։ Այսինքն հայ ժողովրդի ընտրյալ չի։ Ու չի լինելու էլ երբեք, ինքը 18 թվականին եղել է։ Ու էլ չի լինելու։ Ինքը դրա համար հրաժարական չի տալի։ Դրա համար մեր օպոզիցիան էլ հրաժարական չի տալի, որտեղ իրանք էլ օպոզիցիա չեն լինելու։ Եթե օպոզիցիա լինեին, այսօր ազդեցություն կունենային ժողովրդի վրա։ Չունեն։ Դրա համար որ ծնվում է մի հատ մարդ, որը ասում է, սկսում է խոսել, սա հարձակվում են կառավարող ուժը վերջի քայլն անում։
տապալման։ Հիմնական անումը հենց այդ որտեղ որ ինքը օպոզիցիոն դիրքերն էլ է երկրում, դա իշխանությունն է, իշխանության տեսակը։ Մանավանդ պարլամենտական երկրում դա իշխանություն է։ Լավ, ռուսական գործոնը ամփոփենք այդ հատվածը։ Ռուսները չեն անում։ Չեզոքությունը Ռուսները ասում են, ուզում եք, մեղադրում եք ինձ։ Իրանք մի կողմ են քաշել։ Մի կողմ քաշվում են Հայաստանը, քաշվել կանգնել, չէ, դիտարկում են։ Թողնում են տարածաշրջանը։ Ոչ։ Ինչ են։ Չեն թողնի, իմ կարծիքով երբեք չեն թողնի։ Ուզում եմ Արցախից այնտեղ դուրս գալը 8 մեր վարչապետի նման վարչապետ ծնվի։ Ոնց ասեմ, գործընթացները չի որոշվում Երևանում։ Ինչքան էլ մենք հայ ժողովուրդս մեզ սիրենք, մեծարենք, հարգենք եւ այլն։ Չի որոշվում Երևանում գործընթացները։ Որտեղ է որոշվում։ Դե կարծում եմ, որ ով զբաղվում է տարածաշրջանային խնդիրներով, իրենք այդ պատասխան ունեն։ Աշխարհում կան այսպես հսկաներ, որոնք տիրապետում են իրավիճակին եւ իրենք են որոշում։ Այսինքն այլ մայրաքաղաքներում է որոշվում։ Իհարկե, մեր նման փոքրիկ երկիրը իր ճակատագիրը ուրիշ տեղ է որոշվում։ Մենք ընդհանրապես կարանք ինչ որ միտեղ այսպես անենք, մեր լավը արագացնենք կամ մեր վատը արագացնենք։ Հիմա դեպի վատն է այդում։ Մենք դա տեսնում ենք։ Ոնց ենք կանգնեցնելու։ Հիմա գանք այդտեղ։ Հիմա գանք շատ կարևոր այն հատվածը նաև, որ դուք նաև ասում եք, պարոն Կարապետյան, դուք ստեղծեցիք համահայկական ճակատ շարժումը։ Ես հաճախ եմ իմ հարցազրույցներում այդ հարցը հնչեցնում, որ Արցախից հետո մեր բացառիկ ռազմական գործիչներից եք, որ հայտարարեց, որ դավաճանություն է եղել Արցախի ցեղասպանական գործողությունը, եւ որ Արցախը արդեն հայաթափվեց։ Դուք հանդես եկաք ուղերձով, ասացիք, որ այս ընթացքը կանխելու համար, որպես ռազմական գործիչ, ես հայտ եմ ներկայացնում քաղաքականություն մտնելու եւ ստեղծեցիք համահայկական ճակատ շարժումը։ Ճակատը վերջի շրջանում նաև իհարկե շարժումը կա, բայց ունենք նաև համահայկական ճակատ կուսակցություն, այսինքն նոր կուսակցություն ստեղծվեց, նոր ուժ է իջել քաղաքական դաշտ հայաստանյան, եթե չեմ սխալվում 200 կամ մի քիչ ավել պակաս կուսակցություններ կան Հայաստանի քաղաքական դաշտում։ Ինչ նպատակ էր հետապնդում այդ նոր քաղաքական ուժի ստեղծումը, երբ որ ես ձեզ անկեղծ ասեմ, հայ ժողովուրդը ուղղակիորեն հիասթափված է բոլոր կուսակցություններից, բոլոր քաղաքական ուժերից, իշխանություն, թե ընդդիմություն, առավելապես 44 օրյա պատերազմից հետո, երբ ժողովրդին փողոց առ փողոց շրջելով ընդդիմությունը տուն էր ճամփում։ Հիմա նոր քաղաքական կուսակցության ի հայտ գալը ինչով կմեկնաբանեք։ Ցավոք սրտի ես մեր ժողովրդի հետ համաձայն եմ այդ կուսակցության քանակների առումով եւ իհարկե դա իշխանությանը ձեռք է տալի, քանի որ դա մասնատում են հասարակությունը եւ կարողանում են այդ վիճակում կառավարել։ Շատ հեշտ է, հա, այն հայտնի ասացվածքը որ կա ավելի պատմությունը։ Հա, եւ մասնատում են եւ սկսում են sense հատած ջարդել։ Մեր կուսակցության ստեղծման հետ կապված, ասեմ դա միակ օրինական ճանապարհն է, որ քաղաքական հայտ է տալի։ Մենք փորձում ենք մեզ պահենք օրինական դաշտում։ Բայց երբ որ ինձ զեկուցում են, որ օրինակ մեր կուսակցության անդամներից մեկի մեքենան տարել են եւ վարչության պետը որոշում է ընդունել, ինչ որ վարչության պետ չգիտեմ ով է, որ մնալու է այնքան ժամանակ, ինչքան ինքը կորոշի։ Երբ որ գալի մարդկանց թևերը ոլորում տանում են, երբ որ իրանք ուժ են կիրառում, երբ որ իրանք մարդկանց տանում ծեծում են, մարդկանց հանդեպ չեմ ուզում ասեմ ինչեր են անում, դուք տեսել եք դրա ակնհայտ, ապա ես ճիշտն ասած ուզում եմ հայտնեմ իրանց, որ ինչ որ կատարվի սրանից հետո այդ ամբողջությամբ այդ պատասխանատվությունը կրում են իրանք։ Հենց անցանց այդ օրենքի
դաշտը արդեն մի քանի կետերով ոնց որ թե անցնում են եւ մոտենում են իր այդ կողմից սիրված կարմիր գծին, հենց իրանք այդ կարմիր գիծը անցան, ուրեմն կներեք մենք պայքարի ձևերը փոխելու ենք։ Լինելու է շատ ավելի կոշտ։ Պարզ ասեմ ձեզ։ Դրա համար առաջարկում եմ, եթե մենք ենք օրենք պաշտպանում, մեր հանդեպ էլ օրենք պաշտպանվի։ Իզուր տեղը չընկնեն մեր աշխատողների հետևից։ Քրեական գործեր հարուցեն, դա էլ օրենքի խախտում։ Հենց անցան կարմիր գիծը, ուրեմն կներեք ես կհիշեմ, թե ես ով եմ իմ մասնագիտությամբ, այդ դեպքում գործենք ուրիշ ձև։ Բայց այս իշխանությունը վաղուց անցել է կարմիր գծերը։ Բերման ենթարկելու այդ մոլագար գործընթացը ամեն րոպե քաղաքական ուժերի դեմ, հասարակության տարբեր խավերի դեմ, զոհվածների ծնողների դեմ ամեն անգամ, ամեն օր ցանկացած բողոքի ցույցի ընթացքում մենք այդ պատկերի ականատեսն ենք։ Եկեք ես հիմա ինչ ասեմ, իրանք համարելու են օրենքի խախտում։ Ես դրանից ավել չեմ ասել։ Հասկանալ։ Պարզ եմ ասում։ Թող գնան մտածեն, ինչ ասեցի։ Ու նորից եմ ասում, թող հիշեն, թե ես ով եմ մասնագիտությամբ։ Ու չփորձեն, ուղղակի չփորձեն, ես բոլորին զգուշացնում եմ։ Ուղղակի չփորձեն։ Չփորձեն անել այն, ինչ որ չպետք է անեն։ Պարոն Կարապետյան, բայց փաստ է մի բան, որ իշխանությունը ուշով հետևում է ձեր քաղաքական գործունեությանը եւ թիրախավորել է արդեն վաղուց։ Դա ակնհայտ նկատվում է երկրի վարչապետի խոսքերից, ասուլիսի մի հատված նվիրել էր ձեր անձին, նրա շրջապատի հայտարարություններ հնչեցվեցին։ Ես ուզում եմ հասկանալ հետևյալը, դատելով այս իշխանության գործելավոճը ընդհանրապես հետևյալն է, որ դեպքում է իշխանությունը սկսում արագ այսպես հակադարձ քայլեր անել, երբ վախ է տեսնում հակառակ կողմից, կամ վախենում են ձեր համախմբման այդ գործընթացից, դուք ինչով եք ընդհանրապես բացատրում ձեր անձի դեմ սկսված այս թիրախավորումը, վարկաբեկման գործընթաց, տարբեր միջոցներ են օգտագործում։ Դե ցավոք սրտի էլի պետք է ձեր հետ երևի թե նորից պետք է համաձայնվեմ եւ ասեմ, որ իրենք ազնիվ չեն պահում իրենց քաղաքական դաշտում։ Եվ դա վերաբերում է երևի թե մեզ հայտնի բոլոր քաղաքական գործիչներին եւ մանավանդ իշխանությանը։ Ես այսքան ժամանակ ոչ մի վիրավորական հայտարարություններ անձնավորված չեմ արել։ Ես այսքան ժամանակ ոչ մի օպոզիցիոների հասցեին, այսպես օպոզիցիա կոչեցյալի անձնական վիրավորանք չեմ հասցրել։ Մեր քաղաքական դաշտը գիտեք ինչ է հիշեցնում, չգիտեմ դուք նայել եք այդ Խաթաբալա կինոն, այն որ փողով լացող կանայք կային, մեր քաղաքական պայքարը այսօր մեր ասած իրենց իմ հանդեպ հիշեցնում են, որ փող են տալի կանայք լացում էին, ով որ շատ լավ էր լացում, մի քիչ էլ ավելի շատ էին տալի այդ գումարը։ Դա է հիշեցնում։ Ցավոք սրտի սпасել, ես որ մտա քաղաքականության մեջ, սпасել ազնվության իհարկե ես չէի սպասում, այդքան միամիտ չէի, բայց բոլոր դեպքերում ասեմ, որ այն մեթոդները, որը կիրառում է մեր այսպես օպոզիցիան Փաշինյանի դեմ, ու փորձում է նույն ձևով հաղթի Փաշինյանին, ոնց որ Փաշինյանն է իրենց հաղթե ժամանակին, չեն հասկանում, որ ինքը այդ ոլորտում մաստեր սպորտ է, ինքը լավ պատրաստվել է, տեսեք։ Ոստիկանական ուժերը շատացրել է, աշխատավարձները շատացրել է, չգիտեմ այնտեղ բերետներ է բաժանել, չգիտեմ ինչեր է անում եւ այլ, ինքը դրա մաստեր սպորտն է։ Ինչի՞ եմ ես վտանգավոր, որովհետեւ իրանք չեն հասկանում իմ մեթոդները աշխատանքի։
Ես իհարկե չեմ ասելու ինչ եմ անելու։ Բայց ունեք ճանապարհային քարտեզ։ Անպայման ունենք, ինչպես է գնում, որտեղ է ավարտում։ Անպայման։ Դա այն ինչ ուզում է տեսնել ժողովուրդը պարոն Կարապետյանի դեպ, որտեղ ընդդիմությունից միշտ պահանջում է ներկայացրեք ծրագիրը, ի վերջո ինչպես է տեսանելի լինի, այդ պայքարում կպարտվենք։ Պարզ ասեմ ձեզ։ Իհարկե։ Իրանք տեսնում են այն, ինչ որ ես ուզում եմ տեսնել մեր մասով։ Թող տեսնեն։ Միտքս հասկացաք։ Հասկանալի։ Թող տեսնեն։ Կապրենք բոլորս, կտեսնենք ինչով կվերջանա այս ղեկավարության ճակատագիրը։ Ուղղակի կապրենք, կտեսնենք։ Ես ուզում եմ առանձնացնեմ իրենց ճակատագիրը մեր ժողովրդի ճակատագրից։ Եթե համընկավ, ուրեմն երկիր չունենք։ Իհարկե։ Չէ, վստահաբար չի կարող համընկնել։ Պարոն Կարապետյան, մեկ հարց եւս, ձեր անունը հաճախ կապում են այս կամ այն քաղաքական ուժի, այս կամ այն քաղաքական գործչի հետ, թե միացել եք այս ինչ որ քաղաքական ուժի կամ գործի իրականում կա այդպիսի ինչ որ միավորում կամ չգիտեմ գործընթաց կա նման։ Արմեն ջան, մենք ինքներս միավորում ենք եւ որպես միավորում մենք ոչ մի ուրիշ քաղաքական ուժին չենք տեսնում, որ պետք է այս պահին միավորվենք կամ ինչ որ միավորվել ենք ինչ որ մեկի հետ, ես էլ եմ լսում ինչ որ անուններ, բան։ Ես ոչ մեկի հանդեպ ինչ որ բան չունեմ, ամեն մեկը իր տեղն ունի, բայց մենք ոնց որ ասած հիմա շատ է խոսում մեր կառավարությունը, մենք անկախ ուժ ենք, այսպես ասեմ, անկախ ուժ ենք եւ մեր անդամները, որ մտել է մեր շարժման մեջ, դե իրանք կուսակցություններ են, ասենք, իրենք այդ թվում կա միավորումներ, որ մտել են մեր շարժման մեջ եւ իհարկե իրանք ունեն ինչ որ հարաբերություններ տարբեր ուժերի հետ եւ այլն, բայց շարժման համայնքական շարժման ղեկավարությունը իդեմս ինձ ձեզ օֆիցիալ հայտարարում եմ, որ մենք ոչ մեկին չենք միացել եւ չեմ կարծում, որ մոտակա ժամանակը դա կարա լինի տեսանելի։ Պարոն Կարապետյան, մեկ ճշտում եւս, գուցե հարկավոր է ցանկը հրապարակել այն բոլոր քաղաքական ուժերի, միավորումների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների, որոնց հետ դուք նաեւ հուշագրեր եք ստորագրել, որպեսզի նման, այսպես ասեմ, բամբասանքներ չտարածվեն եւ ձեր անունը, գեներալի անունը չկապվի ինչ-որ անձանց անվան հետ, որը ամենևին պատվաբեր չէ, այսպես ասեմ։ Ես նորից եմ ասում, ոչ մեկին չեմ ուզում ասեմ անձնական ոչ մի բան, նորից եմ կրկնում, որ չկա այդպիսի անձ կամ այդպիսի միավորում, որին մենք միացել ենք։ Ուզում է լավը լինի, ուզում է վատը լինի։ Պարզ ասում եմ ձեզ։ Մենք անկախ ուժ ենք եւ ստեղծում ենք մեր ուժը։ Եթե կուզեն մեզ միավորել, մենք կդիտենք։ Ինչ վերաբերում է հրապարակմանը, մենք միտումնավոր չենք անում, քանի որ այդ բռնապետին հաճույք չպատճառենք։ Մի քիչ թող փնտրի, թե ով է մեզ միացել։ Ընդհանրապես նորից եմ կրկնում, իրանք տեսնում են ինչ որ մենք ցույց ենք տալիս։ Պարոն Կարապետյան, եւ ուզում եմ եզրափակել մեր հարցազրույցը, շատ կարեւոր ուղերձ էր էլի ձեր վերջին ուղերձը, որտեղ հենց ներքաղաքական իրողություններին անդրադարձակ եւ կոորդինացիոն շտաբի մասին խոսեցիք, համարձակորեն տվեցիք կոորդինատներ, ասեցիք միավորվեք, կոչ արեցիք համախմբման, դիմեցիք բոլոր քաղաքական ուժերին, ասացիք, որ մի կողմ եք դնում անձնական բոլոր տարիների, անցած տարիների նաեւ խնդիրները, ռուսամետ, արևմտամետ լինելու այդ բոլոր հանգամանքները եւ համախմբում եք։ Սա այն ամենակարևորն է, որը այս տարիների ընթացքում, մասնավորաբար 44-օրյա պատերազմից հետո, չի հաջողվում ընդդիմությանը։ Ընդդիմադիր հատվածը այդպես էլ չի համախմբվում։ Իրենք հարցերի լուծումները կամ գուցե տարբեր են տեսնում, պատճառները շատ են, հիմա չվերլուծենք։ Դուք ո՞նց եք տեսնում այդ դաշտում համախմբում։ Դա իրատեսական է։ Արմեն ջան, նորից եմ ասում։ Իրենք տեսնում են, ինչ որ ես ուզում եմ, որ իրենք տեսնեն։
Բայց չեմ տեսնում այն ինչ դուք ուզում եք անել։ Այո, Հա? անպայման։ Եվ ասեմ ձեզ, իրականությունը նա է, որ այդ կոորդինացիոն շտաբը հայտարարելով զանգերի քանակը ապշեցնում էր։ Պարզ ասեմ ձեզ, ուղղակի ապշեցնում էր։ Եվ մենք կարամ ասեմ, որ այսօր ունենք լուրջ ուժ ունենք եւ հավատացեք, որ գնալու ենք միջև վերջ։ Ես իմ ամբողջ կյանքը ծառայել եմ իմ հայրենիքին, լավա, վատա, չգիտեմ, ինչ կարացի արել եմ։ Եվ միջև կյանքիս վերջը դա անելու եմ։ Ու ինձ համար կապ չունի այնտեղ ինչ անձանստած։ Եթե ինքը պետք է վարկաբեկի հայ ժողովուրդը, ինքը պետք է վարկաբեկի Հայաստանը, ինքը պետք է վարկաբեկի մեր քաղաքացուն, ծեծի մեր քաղաքացուն, սպառնա, պատկերացնում եք, մեր ժողովրդի 1/3-ը անցնում է քրեական գործերով։ Չի եղել երբևիցե այդպիսի բան, ոչ մի երկրում չկա։ Ինքը ասում է իրան ՆԱՏՕ են ընդունելու թե Եվրոպա։ Ականջի հետևը կտենան։ Նորից եմ ասում, ականջների հետևը կտենան։ Ու դա ես չեմ ասում։ Դու գիտեք որ տեղեկացված եմ։ Ականջների հետևը կտեսնեն։ Ամփոփենք։ Դուք ելքերը տեսնում եք Հայաստանի փրկության, այո, դուք տեսնում եք իրավիճակից դուրս գալու հստակ ճանապարհ եւ ունեք գործողությունների սցենար, ինչու եմ սա դարձյալ կրկնում, որովհետեւ սա միակ այն ամենակարևորն է, որ այսօր հուզում եւ կարևորում է մեր ժողովուրդը։ Ասում են եկեք ծրագրով, եկեք կոնկրետ առաջնորդի կերպարով, եկեք կոնկրետ այն ցանկով, որը կարելի է այսպես ասել, ստվերային կառավարություն, գործողությունների պլան եւ մենք ժողովուրդը պատրաստ է կանգնել տվյալ առաջնորդի, տվյալ քաղաքական ուժի կողքին։ Համահայկական ճակատ շարժումը կամ համահայկական ճակատ կուսակցությունը այդ ուժը կարող է լինել ի վերջո այն գեներացնողը, այն արդեն Նիկոլ Փաշինյանը ունի ընդամենը 8% վստահության քվե։ Դրա համար դուք շատ կարևոր միտք ասացիք, նա չի գնա ընտրությունների, որովհետև այո, նա այս անգամ լիովին ջախջախվելու է, պարտվելու է։ Սոցիոլոգիական հարցումները դա են, միջայլոց դրսում արված հարցումները դա են ցույց տալիս։ Հիմա ի վերջո պետք է ի հայտ գա, ակտիվանա այն ուժը, որը կարող է ձեռնոց նետել, դառնալ այլընտրանք, գործուն այլընտրանք այս իշխանությանը եւ հանել Հայաստան այս վիճակից, որքան կարող է սա շարունակվել։ Անմիջ ջան, ես սպա եմ, եթե մենք չիմանայինք ճանապարհը, ոնց հանենք այդ վիճակից մեր երկիրը, ես իմ վրա դա չէի վերցնի։ Պարզ ասեմ ձեզ, հա, սպաների մոտ օրենք կա։ Երբեք մի պահանջիր լրացուցիչ խնդիր եւ երբեք մի վերցրա քո վրա խնդիր, այն որ չես կարող անես։ Ինձ դա ծովայինների մոտ, ծովային հետախուզությունում եմ, չէ՞, ծովայինների մոտ տենց օրենք կա։ Դուք ուրախացնում եք բոլոր այն հայերին, ովքեր անհամբեր սպասում են Հայաստանում իշխանափոխության, որտեղ դա միակ փրկության ելքն է։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, խորքային վերլուծության համար եւ ես եմ շնորհակալ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ այսօր Հայք Նյուզը գտնվում էր Մոսկվայում եւ մենք հյուրընկալել էինք համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։